Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին, անդրադառնալով վերջին օրերի կարևորագույն իրադարձություններին եւ փորձելով գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների ստորագրումից արդեն ավելի քան 4 ամիս է անցել եւ այն տարածաշրջանային դերակատարները, մասնավորապես Իրանը եւ Ռուսաստանը, որոնք առերևույթ դուրս են մնում Թրամփի ուղու ծրագրից, վերջին 2-3 օրերին շատ ուշագրավ եւ կարծես սինխրոնացված դիրքորոշումներ հայտնեցին այս հարցի վերաբերյալ, մասնավորապես Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թրամփի ուղին, ավելի ճիշտ Թրամփի ծրագիրը, այսպես կոչված, գործնականում նույն Զանգեզուրի միջանցքն է եւ Թեհրանը կտրականապես դեմ է դրան։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ վարչության պետ Միխայել Գալուգինը հայտարարել է, որ ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի այս նախագիծը չի ստորագրվի։ Ըստ ձեզ ինչ է նշանակում Իրանի եւ Ռուսաստանի այս համաժամանակյա դիրքորոշումները Թրիփի մասին եւ ինչն է Իրանի ստիպել վերջնականապես գալու այս եզրակացությանը, որ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է։ Արդյոք այս հայտարարությունները ենթադրում են ինչ որ համաձայնեցված գործողություններ Թեհրանի եւ Մոսկվայի կողմից։ Ալի Աքբար Վելայեթին նման կոշտ դիրքորոշում նաեւ օգոստոսին ուներ, ես հիշում եմ անմիջապես ստորագրումից հետո նա հրապարակավ արտահայտվել է այս թեմայով եւ դարձյալ շեշտել է, որ տեղի ունեցող զարգացումները վտանգում են Իրանի շահերը։ Ընդհանրապես Իրանի դիրքորոշումները, երբ մենք հանրագումարի ենք բերում, ակնհայտորեն տեսանելի է, որ հոգևոր իշխանության ներկայացուցիչները, առաջնորդը եւ նրա շրջապատը կտրուկ դեմ են արտահայտվում Թրիփին, նախագահը եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ դարձյալ քննադատում են, բայց շատ ավելի մեղմ դիրքերից։ Չնայած ընդհանուր առմամբ, եթե հիմի բերենք պաշտոնական Թեհրանի դիրքորոշումները, ակնհայտորեն պաշտոնական Երևանից նրանց լսած բացատրությունները համոզիչ չեն եղել։ Այդ մասին նույնիսկ շատ մեղմ եւ զգույշ արտահայտվող Փեզեշքյանը արձանագրեց թվիթով, երբ այցելել էր Երևան մի քանի ամիս առաջ եւ Երևանից պետք է մեկներ Բելարուս, ճանապարհին թվիթ արեց, որ այնուամենայնիվ համոզիչ չեն այն փաստարկները, որ բերվում են։ Ռուսաստանի դիրքորոշումը Կալուգինի շուրթերով արտահայտված, նա 4-րդ դեպարտամենտի տնօրենն է, կարծես զգուշացման է նման, որ առանց Ռուսաստանի մասնակցության այդ նախագիծի իրականություն դառնալու հավանականություն չունի։ Շատ կարծում եմ սթափ գնահատական է, որտեղ տեսեք ինչի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի վերջո արժանացավ այն ճակատագրին, ինչին արժանացավ։ Դա ստորագրվել էր մի փուլում, երբ որ գլոբալ հակադրությունը դերևս այն մակարդակը չուներ, ինչ այսօր է։ Եվ իմպլեմենտացիայի փուլում առաջացան խնդիրներ, որտեղ այդ նոյեմբերի 9-ի ստատուս քվոյի երաշխավորը Ռուսաստանն էր, բնականաբար դրանում արտահայտված էին ռուսական շահեր եւ արևմտյան կենտրոնները ամեն ինչ արեցին նոյեմբերի 9-ը վիժեցնելու ուղղությամբ, նաեւ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով եւ հաջողեցին ի վերջո։ Իհարկե դա մեր համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցավ, բայց ինչեւ է։ Որտեղ վերջնականապես հիմա չկա որևէ երաշխիք, որ Թրիփը, որ էլի աշխարհաքաղաքական մի կենտրոնի շահեր է սպասարկում եւ առնվազն միջնաժամկետ կտրվածքով հակադրության մեջ է Իրանի, Ռուսաստանի, գուցե նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի շահերին, իրականություն է դառնալու։ Նույն պատճառով ինչ որ նոյեմբերի 9-ը իրականություն չդարձավ, դա գլոբալ հակադրության պայմաններում սպառնում է նաեւ Թրիփին։ Թրիփի ինքնին ես ասել եմ օգոստոսի 8-ից հետո բազմաթիվ անգամներ, ինստիտուցիոնալ խաղաղության հիմք էլ չի կարող լինել,
որովհետև խաղաղություն ինստիտուցիոնալ այս տարածաշրջանում ի թիվս այլ գործոնների կարող է լինել, եթե կա ապահովված է ստրատեգիական բալանսը։ Թրիմփը ինքը նպաստելու է աշխարհաքաղաքական շահերի բախմանը եւ չի կարող ինքնին ինստիտուցիոնալ խաղաղության երաշխիք լինել։ Այլ բան, որ եթե ուկրաինական հակամարտության շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ձևավորվի կոնսենսուս եւ այս անտագոնիստական հարաբերություններին փոխարինելու գան ավելի կառուցողական հարաբերություններ, ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ընդհանուր հայտարար ձևավորեն նաեւ մեր տարածաշրջանում, նաեւ Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ։ Կալուգինի ասացի մեջ ավելի ստույգ եթե նրա ասածը փորձենք վերցանել, կան նաեւ նման կանխատեսման էլեմենտ, հա, միայն անտագոնիստական կտրվածքով չնայենք։ Հիմա գամ ձեր հարցի մյուս ենթաշերտին։ Ամենայն հարգանքով Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա սկզբունքային դիրքորոշումների վերաբերյալ հարկ է արձանագրել, որ վերջին process-ները բերել են Իրանի Իսլամական Հանրապետության թույլատման մի շարք ասպեկտներով, են դիմադրության առանցքը նրա շուրջ այլևս գոյություն չունի կամ նախկին ձևով գոյություն չունի, նրա շուրջ օղակը սեղմված է եւ այլն եւ այլն, եւ Իրանը բնականաբար միայնակ չի կարող դիմակայել արևմտյան նախագծերին, Թրիփը նաեւ արտահայտում է Իսրայելի շահերը, բոլորս դա գիտենք, հենց ինքը հակաիրանական պրոյեկտ է ամբողջության մեջ, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը միայնակ դրան հակադրվել չի կարող եւ բնականաբար այս հարցում ունիսոն պետք է գործի Ռուսաստանի հետ։ Այդ սինխրոնիզացիա էլեմենտը այսպես թե այնպես կա։ Դա միշտ էլ եղել է։ Ավելին այն փուլում, երբ որ ուկրաինական կամպանիան սկսվեց եւ Ռուսաստանը միջև ականջները թաթախվեց այդ պատերազմի մեջ, հենց այդ փուլում ակտիվացավ Զանգեզուրի Միջանցքի դեմ Թեհրանի ռետորաբանությունը եւ ես կարծում եմ, որ այդտեղ համաձայնեցման որոշակի էլեմենտ կար Ռուսաստանի հետ։ Բնական է, իրանք այս հարցում բնական դաշնակիցներ են, որովհետև Թրիփը այսպես թե այնպես դա բիզնես նախագիծ չի, դա տնտեսական ներդրումային ծրագիր չի։ Դա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, այդ մասին իդեպ շատ բաց հրապարակային ձևով հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը, որ սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է եւ բնականաբար այդ աշխարհաքաղաքական պրոյեկտը, ինչպես Վելլայեթինը նշել, առաջին հերթին ուղղված է Իրանի եւ Ռուսաստանի շահերի դեմ։ Հետևաբար նրանց հայտարարությունների կամ գործողությունների սինխրոնացումը ոչ միայն կանխատեսելի է, ես կարծում եմ նույնիսկ կա այդ երևույթը։ Իսկ ինչ է ընդհանրապես իրենից ենթադրում այդ աշխարհաքաղաքական ծրագիրը արդյոք Թուրքիայի այս աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային պատկերացումները եւ Միացյալ Նահանգների պատկերացումները որքանով են համընկնում։ Գիտեք 100%-ով համընկնել չեն կարող, բայց Թուրքիան տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցն է։ Դա եւ ֆորմալ առումով է այդպես, եւ ինստիտուցիոնալ առումով է այդպես, եւ շահերի ընդհանրության առումով է այդպես, եւ Թրիփը առաջին հերթին դա ենթադրում է մի շարք երկրների շահերի սպասարկում, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել։ Շատ ակնհայտ է այստեղ նայեք արևմտյան փորձագետների կարծիքները, մեր միջազգայնագետների կարծիքները, բոլորը ակնհայտորեն այդ մասին խոսում են, բազմաշերտ ծրագիր է ինքը, միայն եմ, որ դա անխոչնդոտ կապ է ստեղծում Ադրբեջանի եւ ըստ էության Թուրքիայի միջև, արդեն այդ թուրանական գաղափարի առաջմղման հիմքեր է ստեղծում, գլոբալ առումով էլ Թուրքիան անկախ նրանից, որ շատ դեպքերում արևմտյան պետություններից տարբերվող քաղաքականություն է վարում, հենց նույն Ռուսաստանի հետ կապված, միևնույնն է, ինքը շարունակում է մնալ արևմուտքի շահերի գլխավոր տրանսլյատորը այս տարածաշրջանում եւ բնականաբար այս պրոյեկտը,
այս բոլոր շահերի հաշվառմամբ կոչված է տարածաշրջանում, նաև կենտրոնական Ասիայում, ոչ միայն Հարավային Կովկասում, թույլատրել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը, միջնաժամկետ կտրվածքով նաև Հնդկաստանի եւ Չինաստանի ազդեցություն։ Դուք մի հետաքրքիր միտք հայտնեցիք, որ Թրիփը չի կարող ինստիտուցիոնալ խաղաղության հիմք դառնալ, բայց չէ որ Թրամփի ուղի կոչված է ինքը ըստ էության տարածաշրջանային հաղորդակցության մասին, ընդ որում մեկ ճանապարհի մասին, բացի այդ Վաշինգտոնում հռչակագրի այդ համատեքստում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, հետեւաբար ինչ է կարծում սա խաղաղության հետ ինչ առնչություն ունի եւ ինչ է հետևում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության նոր ռազմավարությունից։ Մի կողմ թողնենք թե Միացյալ Նահանգները օրինակի համար։ Դուք ասում եք Թրիփը ոնց ծնվեց։ Այդտեղ իհարկե դեր ունի նաև Թրամփի անձը, նույնիսկ հիմա միջազգային կոնֆլիկտների հանգուցալուծման մի նոր բանաձևի մասին են խոսում կամ նոր երևույթի, որը կոչվում է Թրամփիզմ։ Եվ որ շեշտը դրվում է PR-ի վրա, այսինքն Թրամփը շատ դեպքերում չի խորանում տարբեր հակամարտությունների, պատճառների, դրանց զարգացման էվոլյուցիայի փուլերի, առանձնահատկությունների վրա, իսկ ցանկացած հակամարտություն իր ծագումնաբանությամբ, զարգացմամբ տարբեր շահերով ունիկալ է։ Կան նման հակամարտություններ, բայց լրիվ նույնը չեն կարող լինել հակամարտությունները, բայց Թրամփը դա բոլոր հակամարտությունները սիրում է լուծել նույն մեթոդոլոգիայով։ PR աղմուկ իր անձի շուրջ ինչ-որ խաղարարի իմիջի ձևավորում, բայց ոչ մի կոնֆլիկտ էլ ըստ էության չի լուծում։ Հիմա տեսնում եք, չէ՞, նրա նշած 8 կոնֆլիկտներից 2-ը առնվազն տաքացել են։ Օրինակ Թայլանդի եւ Կամբոջայի միջև էլի կոնֆլիկտ գոյություն ունի։ Գազայում էլ խաղաղություն չի։ Գազայում էլ չի հաստատվել, Հայաստանում էլ չի հաստատվել, հայ-ադրբեջանական կոնֆլիկտում էլ խաղաղություն չի հաստատվել։ Այսինքն այստեղ բացի ամեն ինչը դիտարկենք նաև Թրամփը, նրա բառասիրությունը, PR-ի ձգտումը եւ այլն եւ այլն։ Սա մի շերտ։ Երկրորդ շերտը անշուշտ Միացյալ Նահանգների նախկին վարչակազմն էլ հետամուտ էր Միջին Միջանսկի կառուցմանը, Զանգեզուրի Միջանսկը դրա մի բաղադրիչն է, հա, Միջին Միջանսկի։ Այս առումով Թրամփը նոր բան չի բերել, շարունակել է նախկին վարչակազմի քաղաքականությունը։ Այսինքն զուտ Թրիփը, օրինակ Թրիփը եթե դիտարկում ենք Թրամփի գործոնից անկախ, նկատելի է, որ այդ Թրիփի լոբի, բայց Միջին Միջանսկ տերմինով դրա լոբինգով զբաղվում էին հենց Բայդենի վարչակազմի առանցքային դեմքեր, օրինակ Ջեյմս Օբրաեն կար, պետքարտուղարի նախկին տեղակալ, որը 1.5 տարի առաջ Հայաստան կամ տարածաշրջան ցանկացած իր այցի ընթացքում հիմնականում զբաղված էր այդ Միջին Միջանսկի, կրկնում եմ, որի մի մասն է Զանգեզուրի Միջանսկը, դրա PR-ով կամ դրա լոբիզմով, հա։ Բայց մյուս կողմից դուք շատ ճիշտ նկատեցիք, կա նոր հրապարակված Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթ, դուք գիտեք, որ դա 4 տարի մեկ է թարմացվում, այսինքն նախագահական մանդատի հետ է կապվում, կամ 8 տարին մեկ, եթե մի տարբերություն Հայաստանի այդպիսի ավանդույթ կա, որ ամեն վարչակազմ որտեղ կենտրոնը Հարավային Կովկասը, Եվրոպան նույնիսկ մերձավոր արևելքը չեն համարվում առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար։ Ես սրա համար եմ ես շատ հաճախ ու տարբեր հարցազրույցներում ասում, Թրամփի գործնականացման հարցում եկեք չշտապենք կանխատեսումներ անել։ Ես չգիտեմ, Միացյալ Նահանգների երկարաժամկետ հետաքրքրությունների մեջ դա կմնա, թե աշխարհաքաղաքական ստատուս կվոյի փոփոխության դեպքում կամ օրինակ Սպիտակ տնից Թրամփի հեռանալու դեպքում այդ ծրագիրը կկորցնի կենսունակությունը։ Առայժմ հա մենք տեսնում ենք, որ փորձագիտական մակարդակով փորձում են Վաշինգտոնը եւ Երևանը ինչ-որ բաներ խոսել կամ Վաշինգտոնը եւ Բաքուն այդ ծրագրի մասին, բայց արդյոք Թրիփը կդառնա իրականություն, թե խոսակցությունների փորձագիտական խմբերի շրջանակում էլ այս պատմությունը կվերջանա, ցույց կտա ժամանակը, որովհետեւ այո ակնհայտորեն Թրիփի եւ
Միացյալ Նահանգների ռեգիոնալ հետաքրքրությունների եւ այն փաստաթղթի միջև, որ հրապարակվել է վերջին շաբաթներին Վաշինգտոնում, ազգային անվտանգության ռազմավարության մեջ որոշակի կոնտրաստ կա։ Դա նկատելի է։ Ես դա եմ ուզում հասկանալ, որ ինչ է հետևում, ինչ է ասում ամերիկյան Առնվազն հետևում է, որ Թրիփը անվտանգության երաշխիքներ Հայաստանին չի բերելու, ինչի մասին անընդհատ պնդում են մեր պսևդո արևմտամետ շրջանակները։ Առնվազն դա կարող եք վստահ արձանագրել, որտեվ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանին, անվտանգության երաշխիքներ տալու ցանկություն եւ խնդիր իրենց օրակարգում չունեն։ Այլ հարց է, թե օրինակ Միացյալ Նահանգների ներկայությունը որքանով է բխում տարածաշրջանի շահերից կամ Հայաստանի շահերից։ Հայաստանի շահերից չի բխում։ Թրիփը, ես կրկնում եմ, հակաիրանական պրոյեկտ է իր էությամբ։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ամերիկա-ադրբեջանական գործարք, հիմնականում ուղղված Իրանի դեմ, եւ իսկ այդ գործարքում Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Իդեպ պատկերավոր, այդ հետո մի երկու ամիս հետո բոլորը տեսան, երբ որ Եգիպտոսում գագաթաժողով էր շատ ներկայացչական, որին մասնակցում էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, այնտեղ ներկայություն ունեին նաև Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, շրջվեց Թրամփը դեպի Ալիևը ձեռքով ցույց տվեց, ասաց այս մարդու համար եմ գնացել այդ համաձայնագրերի կնքմանը, իսկ Նիկոլ Փաշինյանին կադրից կամ Լուսանսկից դուրս թողեցին, որտեղ նրան հարցրեց Ալիևին, Թրամփը հարցրեց, իսկ ուր է քո հայրենակիցը։ Հետո մեր մոլորված հայրենակիցը մոտացավ եւ ասաց անօգուտ փորձում էր Թրամփին հուշել, թե ինքը ով է։ Այդ պատկերավոր, այդ պատկերը լավագույնս բացահայտում է, ինչքանով է շահագրգռված Միացյալ Նահանգները Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալու հարցում։ Միացյալ Նահանգների նախագահը նույնիսկ Հայաստանը չի ճանաչում։ Էլուր մնաց այնպիսի շահեր փնտրի այստեղ, որպիսի դառնա մեր անվտանգության երաշխավորը կամ անվտանգության երաշխիքներ ընձեռի Հայաստանին։ Պարոն Սուրյանյան, երբ ասում են Թրամփի ուղի կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, ինչ է Զանգեզուրի միջանցքի էությամբ Իրանի պատկերացմամբ եւ Բաքվի պատկերացմամբ, եւ որն է սրանց տարբերությունը։ Տեսեք, եկեք այդ Զանգեզուրի միջանցք կամ Թրիփ, հիմա անունների վրա չկենտրոնանանք։ Ինչ է ասել Ալիևը։ Ու միջև հիմա այդ հայտարարությունը ոչ Վաշինգտոնում է հերկվել, ոչ էլ Ալիևն է ինքն իր հայտարարությունը խմբագրել Թրիփից հետո։ Նա ասել էր Թրիփից մի քանի օր առաջ, որ իրեն պետք է հաղորդակցություն անխոչնդոտ կա, որպիսի ադրբեջանցի վարորդներն ու բեռները հայի երես չտեսնեն։ Ըստ էության Թրիփը կառուցվել է հենց այս տրամաբանությամբ։ Ճիշտ է, բարձրաձայնումներ չկան, շահագործման պարամետրերը միջև վերջստակեցված չեն, բայց մենք գործ ունենք Ալիևի հայտարարության հետ, որը չի խմբագրվել Բաքվում, չի հերկվել Վաշինգտոնում եւ գործ ունենք մի հատ այլ փաստի հետ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հասկանալի հանրամատչելի հայերենով չի կարողանում հստակ պատասխանել մաքսային, սահմանային, անձնագրային վերահսկողություն այդ ճանապարհի վրա լինելու է թե ոչ։ Արդեն այսքանով հանդերձ պատկերացրեք ինչի հետ ենք գործ ունենալու։ Տեսեք Թրիփը ինչա լինելու։ Ինքը ձևական առումով միջանցք չի կոչվելու, բայց ունենալու է միջանցքային գործառույթ։ Ինքը ձևական առումով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խաթարելու, բայց Հայաստանը կորցնելու է իր սուվերենությունն ու իր ավազորությունը կամ դա էապես սահմանափակվելու է այդ ճանապարհի վրա։ Սա է իրականությունը։ Եվ ես կարծում եմ, Թրիփի հարցում մենք խնդիր ենք ունենալու նույնիսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին եւ 205 հոդվածների հետ։
Առաջի հոդվածը ակնհայտ է, այնտեղ պետության հատկանիշներն է նշվում, նաև ինքնիշխանությունը, որը պիտի ունենա բովանդակություն, թրիփի դեպքում այդ բովանդակությունը վստահաբար տուժում է, իսկ 205 հոդվածը ենթադրում է, որ տարածքների փոփոխության կամ իրավական ռեժիմի փոփոխության դեպքում պետք է անցկացվի հանրակրվե։ Խնդրեմ, եթե իշխանությունը այդքան վստահ է, որ դա սուվերենության եւ իրավազորության այդ խնդիրներ չի առաջացնելու, թրիփ կոչվածը, թող փաթեթը ներկայացնի հասարակության դատին, հիմնավորումներ տա հասարակությունը հանրակրվեով այդ խնդիրը որոշի։ Իմ կարծիքով դա այդ խնդիրները առաջացնում է եւ Մոսկվայից ու Թեհրանից հնչող մտահոգությունները հոթից չեն ծնվել։ Այսինքն մի հատ սովորական բիզնես պրոյեկտ է, որից այդքան անհանգստացած են Թեհրանում, նաև Մոսկվայում, ճիշտ այնտեղ ավելի քողարկված, ավելի երկիմաստություն պարունակող տեքստեր ենք Մոսկվայից լսում, բայց միևնույնն է, նույնիսկ այդ դիվանագիտական տեքստերի տողատակում կամ ենթաշերտերում շեշտված մտահոգություն կա։ Մի քանի անգամ էլ Օվերչուկն է, չէ, շատ նուրբ դիտարկում արտահայտել, որ թրիփի ռեժիմը հակասության մեջ կարող է մտնել ԵԱՏՄ կարգավորումների հետ։ Դա էլ է շատ լուրջ խնդիր։ Դա էլ է շատ, որտեվ եթե այդ ճանապարհին Հայաստանը կորցնելու է իր սուվերենության մի մաս, ստացվելու է, որ Ադրբեջանից ԵԱՏՄ տարածք ապրանք է մտնում, հետո դուրս է գալիս ուրիշ տեղ, այսինքն այստեղ մաքսային ռեժիմների հետ կապված խնդիր առաջանում։ Եվ նաև Կալուգինն է նշում, որ Թրամփի ուղին մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով, եւ նաև նշում է Հայաստանի ԵԱՏՄ։ Ուզում եմ հասկացնի ինչը, որ եթե մերը պայմանավորվեք այդ հարցում, շահերի բախում առաջանալու։ Այն ինչի մասին ես հարցազրույցի մեկնարկին ակնարկեցի, որ թրիփը ոչ թե ստրատեգիական բալանս է բերել ռեգիոն, այլ ընդհակառակը աշխարհաքաղաքական բախման ռիսկ է առաջացրել։ Կալուգինի հայտարարությունը այդ մասին է։ Միայն սահմանապահներին չի նշում, նաև երկաթուղու գործընն է նշում, որը ռուսական կառավարման ներքո է։ Այսինքն, ասում է, եթե մեր շահերը այդ հարցում անվտանգային եւ լոգիստիկ առումով մեր շահերը անտեսեք, բախման ռիսկ կա։ Դիվանագետները զգույշ են խոսում, դիվանագիտական բառապաշարով են արտահայտում իրենց մտահոգությունները։ Ես Կալուգինի ասած ուղղակի հանրամատչելի հայերենով կամ խոսակցական հայերենով փոխանցեցի մեր հասարակությանը։ Իսկ այդ դեպքում Վելայեթի գերադասելա ոչ դիվանագիտական բառապաշարով արտահայտել իր այսինքն այն տերմիններով է արտահայտվել, որ մեր հասարակության միջին վիճակագրական հայաստանցու համար պարզ է ինչ ասել։ Ինչպես եւ Ռահբարը Իրանի գերագույն հոգեոր առաջնորդը միշտ հայտարարել է, իդեպ հիշենք Պուտինի եւ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, եթե հիշեք, կարծեմ 2023 թվականին էր, որ Իրանը թույլ չի տալու հայ-իրանական սահմանի խախտում։ Ես ասեցի, Ռահբարին եւ նրա շրջապատը ավելի կոշտ են արտահայտվում։ Փեզեշքյանը եւ կառավարության անդամները ավելի մեղմ են արտահայտվում, բայց երկու դեպքում էլ Թեհրանը ունի չփարատված մտահոգություններ եւ հանկարծ որևէ մեկը չկարծի, որ եթե ռուսական եւ իրանական շահերը անտեսվեն, այդ երկու երկրները անվրդով հետևելու են, թե ինչպես է այդ թրիփը կյանքի կոչվում։ Բայց գերագույն իշխանությունը գերագույն հոգեոր առաջնորդինն է, չէ՞, եւ ի վերջո որոշիչը նա է։ Ուղղակի այստեղ շատ կարեւոր մի բան կա, որը մենք միջև վերջ չենք կարող պարզել ու հետեւաբար ես մի քիչ զգույշ կլինեմ դատողություններից մեջ, մանավանդ որ մեր բարեկամ եւ հարևան երկրին է խոսքը վերաբերվում։ Մենք չգիտենք դիրքորոշումների փոքր ինչ տարբերությունը ներիշխանական հակասությունների հետևանք է, թե մանևրի դաշտը մեծացնելու համար իրենք երկու դիրքորոշումներն էլ խրախուսում են։ Իսկ այդ դեպքում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինի հարցազրույցը արևմտյան ֆոնդերի հետ կապված Civilnet-ին, որում նա ասում էր, որ
հավաստիացնում էր, որ Թրամփի ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն չի խախտվելու, որքանով անկեղծ իր հարցազրույցից ես լրիվ այդ տպավորություններ եմ ստացել, որոնք իդեպ իմ մտահոգությունները ավելի խորացրել են։ Ինքը տեսեք ինչ է ասում։ Ասում է երաշխավորում ենք, որ այդ համատեղ ձեռնարկության ստեղծման արդյունքում բանակցությունների սեղանի շուրջ մշտական ներկայություն կունենա Հայաստանը։ Այսինքն կներեք մի հատ բառ կա ռուսերեն, մեզ ադալժենի են անում, որ մենք մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի կառավարմանը նես մի փոքր մասնակցելու ենք։ Կամ մեզ տեղյակ են պահելու, որտեղ մշտապես լինելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Հենց քվինի հարցազրույցից ավելի ամրապնդվել իմ այն պնդումը, որ այդ ենթադրյալ համատեղ ձեռնարկությունը, որը պիտի շահագործի կառավարի վերահսկի ուրեմն Սյունիքով անցնող ճանապարհը ասիմետրիկ գործընկերության մասին է, որտեղ Հայաստանի ներկայությունը ֆոնային կամ բուտաֆորիկ է լինելու։ Ըստ էության Միացյալ Նահանգները շահագործելու, վերահսկելու, կառավարելու բացառիկ իրավունքներ են ստանալու, մի մոռացեք։ Ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողին, ինչ էր ասում Թրամփը, երբ որ երեկով այդ փաստաթղթերը ստորագրում էին։ Նա ասում էր, որ բացառիկ իրավունքներով 99 տարով ճանապարհը վարձակալվելու է Միացյալ Նահանգների կողմից։ Ճիշտ է։ Բայց սա դասական միջազգային տրամաբանության մասին է խոսում։ Նիկոլ Փաշինյանն ու Արադ Միրզոյանը շատ երկար ժամանակ հերքում էին վարձակալության ինստիտուտի հնարավորությունը։ Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու սցենար է 49 եւ 99 տարվա սցենարների մասին խոսեց։ Այսինքն իմ կարծիքով մի շարք պայմանավորվածություններն էլ չեմ բարձրաձայնվում այս փուլում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նախընտրական տրամադրությունը չփչանա։ Մի շարք ճշմարտություններ մենք 26-ին ընտրությունից հետո ավելի բացահայտ ձևով կիմանանք, վստահ եմ։ Նա ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում նա այս մասին խոսեց, TRIP ընկերության մասին, TRIP company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Սա ինչ է նշանակում։ Okay, բայց կրկնում եմ քվինի հարցազրույցից, Թրամփի հայտարարություններից, Ալիևի մի շարք հայտարարություններից իմ մոտ տպավորություն է, որ եթե նույնիսկ Հայաստանը ինչ-որ իրավական ներկայություն ունենա այդ համատեղ ձեռնարկություններում, դա ասիմետրիկ գործընկերություն կամ անհավասար գործընկերության մասին է խոսքը լինելու, Հայաստանի ձայնը որոշիչ չի լինելու։ Ոչ մեկը չի ասում համատեղ ձեռնարկություն չի ստեղծվելու։ Սա ասում եմ ռեժիմը մեծ մտահոգություններ ունեն, որ այդ ճանապարհի ռեժիմը լինելու է այնպիսին, որ Հայաստանի սուվերենությունն ու իրավազորությունը սահմանափակվելու է։ Ես չեմ ուզում ասեմ լիարժեք վստահություն ունեմ, բայց իմ տպավորությունը շատ մոտ է, որ լիարժեք նման պնդում նույնիսկ ասեմ։ Ես շատ ու շատ իր հետևում եմ, թե օտար որևէ երկրի ներկայացուցիչ, թե Հայաստանի իշխանության ներկայացուցիչների այս հարցի շուրջ արտահայտված դիրքորոշումներին եւ գնալով լավատեսության օղակը սեղմվում է իմ մոտ, այսինքն այն որ ես էլ եմ չէ փորձել ինձ համոզել, որ ռիսկերը քիչ են, ավելի հեշտ կկառավարվի եւ այլն։ Կներեք, անցած 3-4 տարիներին փորձը ցույց է տվել, որ բոլոր դեպքերում իրականություն են դարձել ոչ թե Փաշինյանի, այլ Ալիևի պնդումները։ Կարող եք ասել ես համատեքստում, ես ինչի ես անգամ պիտի հավատամ, որ Փաշինյանի պնդումներն են մոտ իրականությանը։ Մանավանդ ի տարբերություն Ադրբեջանի, որի հետ կապված կոնկրետ շահեր ունի Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ կապված Միացյալ Նահանգները չունեն որևէ ձևակերպված շահեր։ Իսկ դիվանագիտությունը շահերի հիման վրա է կառուցվում, ոչ թե պատրանքների, երազանքների, ցանկությունների,
ԿՊ-ական երազախապության եւ այլն։ Իդեպ իսկ ինչ եղավ Միացյալ Նահանգների ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Լսեք, Գերմանիայի հետ էլ ստորագրեցինք, Միացյալ Նահանգների հետ էլ, Հնդկաստանի հետ էլ, կարծեմ, Իրանի հետ էլ, Եվրամիության հետ։ եկեք ճիշտ հասկա, այո, այս բոլորը իդեպ բացասական չեմ համարում։ Ինչքան շատ երկրի հետ ստորագրվի ռազմավարական համագործակցության փաստաթղթեր այնքան լավ, որևէ մեկս տարբեր երկրների հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացմանը դեմ չենք։ Բայց հարգելի հասարակություն, դա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթղթեր չեն։ Այդ փաստաթղթերը չեն երաշխավորում, որ Միացյալ Նահանգները, Գերմանիան կամ Հնդկաստանը ստանձնում են Հայաստանի անվտանգության երաշխավորի դեր։ Այդտեղ շատ հիմնական երկու չափանիշ կա։ Արևմտյան որևէ երկիր լսել եք, որ ցանկություն հայտնի օրինակ ռազմաբազա ունենալ Հայաստանում կամ հայտարարի, որ պատերազմի մեջ կմտնի այն պարագայում, եթե Թուրքիան կամ Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա։ Չեք լսել, չեք լսի։ Ինչու՞։ Որովհետև նրանք չունեն շահեր պաշտպանելու Հայաստանը ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Չունեն, այդ շահերը չունեն։ Քաղաքականությունը, դիվանագիտությունը իր հիմքում ունի կոնկրետ շահեր։ Շահերի վրա չէ կառուցվում, հո բանի արժեքների կամ ցանկությունների վրա չի կառուցվում։ Իհարկե ռազմավարական դաշինքը դա ռազմավարական որոշակի շահերի հիման վրա։ Շահերի դիվանագիտական միջավայրի վրա է կառուցվում որևէ երկրի քաղաքականություն։ Ասում եմ արևմտյան որևէ երկիր նման շահեր չունի Հայաստանի հետ կապված։ Ընդհանրապես այս պահին աշխարհում մեկ երկիր կա, որ փաստաթղթային մակարդակով եւ հայտարարությունների մակարդակով պատրաստ է նման երաշխիքներ տրամադրել Հայաստանին, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա իսկ միանգամից քաղաքադարձեն, կասեն Ռուսաստանի Դաշնությունը լավ դաշնակից չի, բայց ես երբ եմ հակառակը պնդել։ Ես քանիցս հայտարարել եմ, որ բարեխիղճ դաշնակից չի Ռուսաստանը։ Բայց ամբողջ խնդիրն է նա, որ մենք Ռուսաստանի թեկուզ ռուսական թեկուզ անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա առհասարակ չգոյության հետ, այլ մի հատ իդեալական համակարգի հետ, որը միայն մեր երազանքներում կա։ Լավն է Ռուսաստանը որպես դաշնակից, վատն է, թերիակատարում իր պարտավորությունները, թե ինչ է անում։ Իհարկե թերիակատարում եւ օբյեկտիվ դժգոհության պատճառներ ունի։ Դա միակ երկիրն է, որը պատրաստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ։ Այսօր էլ նկատի։ Այսօր էլ, երբ սկսվեցին մեր երկրի խնդիրները, հետ պատերազմյան փուլում, որ Ռուսաստանը թաթախվեց ուկրաինական պատերազմի մեջ, այստեղ անվտանգային վակուում առաջացավ, ինչից օգտվեց Ադրբեջանը։ Հիմա ես վստահեցնում եմ, կատարյան անվտանգային ճգնաժամի առաջ կկանգնի Հայաստանը եւ կկլանվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, եթե օրինակ ռուսական սահմանապահ զորքերն ու բազան հեռանան Հայաստանից։ Դրա համար եմ ասում, երբ որ համեմատություն ենք անում, վատնա ռուսական անվտանգային համակարգ, այդ ես էլ եմ ընդունում ու տասնյակ հրապարակային թե հոդվածներ, թե գրառումներ, թե հարցազրույցներ ունեմ այդ խնդրի շուրջ։ Բայց այդ վատ անվտանգային համակարգը համեմատենք ոչ թե գոյություն չունեցող իդեալական համակարգի հետ, այլ դրա ընդհանրապես չգոյության հետ։ Պարոն Սուրյանց, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեր միտքը, որ Հայաստանը ըստ էության այսօր կանգնած է այդ անվտանգության մեծ երաշխավորի փնտրտուրքի խնդրի առաջ, հա։ Դա բան չի, բնակարան չի, որ այն հայտնի սայթով անունը ինչ էր այն սայթը։ Լիստեյմով փնտրես։ Անվտանգության համակարգը լիստեյմով չի փնտրվում, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր ասածով է զբաղված։ Պայմանական լիստեյմով Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ է փնտրում։ Դա վարձով բնակարան չի, օգտագործված կահույք չի, որ լիստեյմով փնտրվի։
շահերի համադրությունն է առաջացնում ռազմավարական համագործակցություն կամ դաշինք երկրների միջև։ Հայկական պետականության եւ սուբյեկտության գոյությամբ տարածաշրջանում շահագրգռված են երկու երկիր՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Կրկնում եմ, ամենայն հարգանքով Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ այդ երկիրը չունի այն պոտենցիալը, որ մեր անվտանգության երաշխավորը լինի, կամ միայնակ այդ խնդիրը չի կարող լուծել։ Այդ հարցի լուծման բանալին, որտեղ մենք թույլ երկիր ենք ինքնուրույն այդ խնդիրը չենք կարող լուծել, մենք դարձյալ պիտի փնտրենք հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա։ Նաև տեսակետ կա, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանի կառավարումը հանձնում է Թուրքիային, խնդրեմ այս տեսակետին անդրադառնալ։ Դա հանրահայտ ճշմարտություն է։ Բայց ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, եւ ինչպես ես քիչ առաջ նշեցի, արևմտյան կամ եվրատլանտյան համակարգի շահերի հիմնական տրանսլատորն է մեր տարածաշրջանում։ Եվ հիմնական գործակատարը բնական է, դա ախր մարդիկ չեն էլ թաքցնում, բա Իրանին հանձնի, Իրանին պարտի պատվիրակի այդ շահերի սպասարկումը։ Իրանը մինչև իսլամական հեղափոխություններ իդեպ Միացյալ Նահանգների պատվիրակի են երկրին, որը իրավապայմանագրային բազայով անվտանգության նույն համակարգին է ինտեգրված, ինչ Միացյալ Նահանգները։ Սա ինքնին բնական է։ Այո, տարածաշրջանում արևմուտքի ազդեցության մեծացումը հավասարազոր է տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացմանը։ Դա նորություն չի։ Եվ եթե մենք Ես չեմ ասում եմ Թուրքիայի հետ հարաբերություն չունենանք։ Թուրքիայի հետ էլ պիտի բնականon հարաբերություններ ունենալ, Ադրբեջանի հետ էլ պիտի ունենալ։ բայց իրենք պետք է ուզեն Պետք է դիվերսիֆիկացնել հարաբերությունները, այնպիսի քաղաքականություն վարել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զուգակցվեն Եվրամիության Միացյալ Նահանգների հետ գործընկերային կայուն հարաբերությունների զարգացման միտումների հետ։ Այս բոլորը պիտի արվի։ Ես չեմ ասում միազիմուտում փակվենք, դառնանք խիստ կախված մի երկրից։ Բայց մեր նախկին 3 նախագահներն էլ այդ բալանսը պահում էին։ Ինչ Սերժ Սարգսյանի օրոք մենք եւ ունենք ռազմավարական դաշնակցություն Ռուսաստանի հետ եւ ՍԵՊԱ էր կնքվում Եվրամիության հետ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք ունենք զարգացող հարաբերություններ Ռուսաստանի հետ, դարձել ենք Եվրախորհրդի անդամ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդհանրապես շատ բարձր մակարդակով դրել էր բալանսավորված արտաքին քաղաքականության հիմքերը։ Մեծ հաշվով 3 նախագահների արտաքին քաղաքական դոկտրինները մարտավարական էական տարբերություններով գլոբալ առումով նույն տրամաբանության մեջ են։ Եվ ինչպես Տեր-Պետրոսյանն էր բանաձևում, չլինել հակառուս եւ չլինել հակարևմտամետ։ Մենք ով ենք, որ հակառուս կամ արևմտյան տրամադրություններ խրախուսենք, բայց ինչ չենք ընդհանրապես խրախուսում։ Հայաստանի անվտանգության սպառնալիքները գալիս են ընդամենը 2 երկրից։ Այլ 200 քանի երկրների հետ մենք խնդիրներ չունենք։ Նրանց հետ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները, թե անմիջական հարևանների։ Իդեպ, ես չեմ ասում գնանք կոնֆրոնտացիայի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ելի եմ կրկնում։ Բայց դու պիտի նրանց հետ այնպիսի հարաբերություններ հաստատես, որ չհայտնվես նրանց թակարդում, որ չկլանվես Ադրբեջանի կողմից վերածվելով ադրբեջանական ենթապետության։ Հա, պատերազմում պարտվել ենք, գին էլ վճարել ենք դրա համար։ Բայց այդ գինը պիտի չլինի մեր քաղաքական եւ քաղաքական ինքնությունից հրաժարումը։ Ալիևի պատկերացրած խաղաղության մոդելը ենթադրում է, որ Հայաստանի այսօրվա տարածքում պիտի վերանա հայկական պետությունը, ստեղծվի հայ-ադրբեջանական համատեղ ինչ-որ մի բան։ Սրան մենք համաձայն ենք։ Եթե համաձայն չենք, ում միջոցով ենք կամ ում դաշնակցային աջակցությամբ ենք,
հնարավոր համարում ես ռիսկերի չեզոքացումը։ Ներեցեք այդ առնչությամբ ես ուզում եմ շեշտել այս հարցը, եթե մենք հերթական անգամ փաստում ենք թուրք-ադրբեջանական կլանման վտանգի հարցը, որը Ջոն Այվները, ամերիկացի իրավապաշտպան, նա այսպես ձևակերպում էր թուրք-ադրբեջանական համատիրության ձևավորում եւ ճիշտ է ասում։ Ես հարցը շարունակեմ, եթե հերթական անգամ փաստում ենք սա ի հակադրություն Հայաստանի իշխանությունների խաղաղության լոզունգների, ապա ինչպես ներկա իրականության մեջ լուծել այս հին ու նոր խնդիրը, ինչպես դիմագրավել այս հին ու նոր մարտահրավերին։ Փաստորեն Հայաստանը կրկին կանգնած է գոյության հիմա Հայաստանում ազգային իշխանություն չկա։ Որի որ ասում եմ ազգային իշխանություն, խնդրում եմ ազգայնականությանը չշփոթել։ Ի նկատի ունեմ ազգային օրակարգ ունեցող, ազգային պետական օրակարգ ունեցող ինքնաբավ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի դեսպանն է, Նիկոլ Փաշինյանի ենթականները Հաջիևի դեսպանն են։ Սրանց ասում ենք երաշխիքներ տվեք, որ ձեր ասած հաստատված խաղաղությունը եկել է։ Պապայի արևի փոխարեն վկայակոչում են Ալիևի կամ Հաջիևի ասածները։ Այսինքն ստացվավ մենք այդ երկու թշնամական պետության երկու պաշտոնյաների մեծահոգության հաշվին ենք վայելում ենթադրենք հրադադարի պտուղները, ոչ թե ձևավորված ինստիտուտների կամ մեխանիզմերի շնորհիվ։ Այս իշխանության պարագայում շատ անկեղծ կլինեն։ Ես ռացիոնալ լուծումներ փնտրելը համարում եմ անիմաստ։ Որովհետև իրենք կրկնում եմ, իրենց պահում են օտար երկրի դեսպանի, թշնամական երկրի դեսպանի կարգավիճակով։ Շատ նման է կոլաբորանտ իշխանության։ Կոլաբորանտ իշխանություն են համարվում բոլոր այն իշխանությունները, որ երկիրը օկուպացրած իշխանությունների հետ համակեցության կանոնների մեջ են կամ նրանց հրահանգներն են։ Վիշի կառավարությունը։ Հենց այդ ժամանակ էլ այդ տերմինը առաջացել է։ Հիմա նախ մենք պիտի մեր ներքին նորոգման հարցը լուծենք։ Այդ նորոգում բառն եմ վախով ասում, այնքան փչացրել է Նիկոլ Փաշինյանը, ինչի մատը ձեռը տալի, փչացնում է կամ ինչ բառ օգտագործում է, բայց մենք պիտի զբաղվենք նախ մեր երկրի ներքին նորոգմամբ։ Այսինքն պետք է ստեղծենք մի հատ իշխանություն նոր դիմաց ընտրություններ են, դրա համար եմ հատկապես կարևորում, որը ռեալիստական կլինի իր օրակարգերում, առավելապաշտական այնպիսի օրակարգեր չի դնի, որ ցեխից դուրս գանք ցեխաջրում հայտնվենք, բայց որը մի ամենակարևոր խնդիրը պիտի լուծի, կասեցնի պերմանենտ միակողմանի զիջումների այս նվաստացուցիչ ընթացքը։ Սա է նոր իշխանության միակ առաքելությունը, որտեվ եթե պերմանենտ միակողմանի զիջումների ընթացքը չկասեցվի, վտանգի տակ է դրվելու Հայաստանի Հանրապետությունը որպես տարածքային ամբողջականություն, որպես ինքնիշխան երկիր։ Այս խնդիրը պիտի լուծենք առաջին հերթին։ Մինչև մենք ներքին կոնսոլիդացիայով մեր ներսի հարցը չլուծենք, ոչ արդյունավետ արտաքին քաղաքականության մասին կարող ենք երազել։ Ոչ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նորմալ բալանսավորված լուծումներով հարաբերություն կարգավորելու մասին կարող ենք մտածել։ Ոչ Ռուսաստանի հետ հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը կարող ենք վերացնել։ Ոչ կարող ենք ռացիոնալ հարաբերություններ կառուցել արևմտյան պետությունների հետ, որոնք անշուշտ մեր կարևոր գործընկերներ են։ Եվ այսպես ամեն անգամ նստելու ենք, լսենք ճշմարտություններ հարևան որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի հարցազրույցից։ Տեսեք թրիփը, թմրած մոռացել ենք, Բելայաթին հայտարարություններ արել, էլի թեման բացվել է։ Բայց սրանք նման են բժիշկի մեր իշխանությունները, որոնք ոչ թե հիվանդին բուժում են, այլ անդադ նարկոտիկ սրսկելով ցավազրկում են։ Այս իշխանությունը շատ նման է դրան։ Ինքը որոշակի դոզայով ժողովրդին անհոգության մեջ է պահում, որ արդեն խաղաղությունը
Ալե Սիմոնյանի կամ մյուսների հարցազրույցն էլ ադրբեջանցիներին ձոմվող կենասների ժողովածու է դառել։ Բայց մենք այդ ռեժիմում չենք, չէ՞։ Մի բան ասեմ, երեք չառաջի օր մի հատ շատ հետաքրքիր դոկումենտալ ֆիլմ էի դիտում BBC-ով, որ նվիրված Դեյթոնյան համաձայնությունների կամ այդ բոսնիական հակամարտության Դեյթոնյան համաձայնագրի 30-ամյա տարեդարձին նվիրված ֆիլմ էր։ Իդեպ Թոմ Դևալը դրան을 էր անում, որ 30 տարի առաջ է, չէ՞։ 30 տարի առաջ եղել է դոկումենտալ ֆիլմա Սարայևոյում, մյուս քաղաքներում Բոսնիա-Հերցեգովինայի նկարված, նույնիսկ 30 տարում կրակոցներ չի եղել, իրար չեն սպանել, բայց նույնիսկ 30 տարում բոսնիացիների, խորվաթների եւ սերբերի միջև կենցաղային մակարդակում դերևս հաշտություն ու փոխհմբռնում չկա։ 30 տարի անցել։ Իսկ այս մարդիկ հələ Վաշինգտոնի թանակը չի էլ չորացել, արդեն հաստատված խաղաղության մասին է։ Այն էլ որ էթնիկ առումով շատ մոտ են, չէ՞, ջո, մենակ նույն լեզվով կրոնական առանձնահատկություններ ունեն։ Այո, նույն լեզվով են խոսում, կրոնական ինչ-որ առանձնահատկություններ ունեն, համենայն դեպս լեզուն եւ մի շարք սովորություններ նույնիսկ ընդհանուր են։ Պարոն Սուրենյանց, եւ քանի որ մեր զրույցները եւ քննարկումները անխուսափելիորեն բերում են ներքին իրավիճակին, ընտրություններին, իշխանապողության հարցին, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախորդ օրվա ես կասեի, որ սենսացիոն հայտարարությունը, որ հայերը կամ Հայաստանի իշխանությունները դիմել են արտաքին միջամտության դեմ պայքարում օգնելու հարցում։ Սա պետք է համարենք աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Դուք նախ սենսացիոն համարեք Հայաստանի իշխանության լրբությունը։ Ավելի հարմար բառ չկտա կներեք։ Դրսից տղա բերելու եւ Հայաստանը պրոքսի պատերազմի գործիք դարձնելու այլանդակությունը, այս սա սենսացիոն համարեք։ Կայա Կալասը եվրոբյուրոկրատ, եվրոֆաշիստ է, որը ոչ մի կապ չունի ոչ դեմոկրատիայի, ոչ լիբերալիզմի հետ, նրանց միակ դարդուցավը հնարավոր բոլոր նախաձեռնություններով իրենց սատելիտ իշխանություններին հետ սովետական տարածքում պահելը ու Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելն է։ Իրանք ինչ անում են, այդ խիստ հասկանալի է։ Այդ եվրոբյուրոկրատիան, որ եվրոպական արևմտյան լուսավորչական արժեքների հետ որևէ կապ չունի, իր միակ կենսունակությունը ապահովում է կամ լուծում է այդ հարցը Ռուսաստանին դեմոնիզացնելով։ Մեզ էլ սարքում են պրոքսի պատերազմի գործիք, Նիկոլ Փաշինյանն էլ սեփական հատորը պահելու համար համաձայնել է այդ արևմուտքում վարկաբեկված ուժերի սատելիտը դարձնել Հայաստանը։ Սա արտաքին քաղաքական մասով, ներքաղաքականի մասով ես ենթադրել էի, որ շուտով Հայաստանում արևմուտքի էլիտաների սխալ քաղաքականության պատճառով արևմուտքն ու արևմտյան արժեքային համակարգը ամբողջովին վարկաբեկվելու են։ Հիմա արևմտյան էլիտաները իրանց ամբողջովին նույնացրել են Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունների համար քաղաքականավորներ, ծեծ, ռեպրեսիաներ ընդդիմության դեմ, այս ամեն ինչի համար։ Նաև ավանսով ասում են գնան ընտրություն կերտի վերարտադրվի, որտեղ մոլդովական մոդելի մասին բացահայտ են խոսում։ Նշանակում է Նիկոլ Փաշինյանի իշխանության քավորը Բրյուսելում նստած կալասներն ու փալասներն են կնել ենք պատկերավոր արտահայտության համար եւ մեր ժողովրդին ուղիղ պիտի ասենք, որ եվրոպական այսօր էլիտան որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Եվրամիության բյուրոկրատիան վերջին 4-5 տարիներում մասնակցեց Արցախը կործանելու օպերացիային, եվրոպական նույն բյուրոկրատիան այսօր զբաղված է Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացնելու եւ Հայաստանը ադրբեջանական ենթապետության վերածելու պրոյեկտով։
Այդ է ինչն է խրախուսում Եվրամիության այսօրվա բյուրոկրատիան։ Եվ ես սա ասում եմ որպես մարդ, որը անսահմանորեն նվիրված է արևմտյան արժեքներին եւ իր գիտակցական, քաղաքական ողջ կյանքում պայքարել է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների համար։ Ես հիշում եմ ձեր հոդվածներում։ Արևմտյան արժեքները պետքա փրկել այդ եվրոֆաշիստներից կամ ինչպես նրանց մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ էր արտահայտվել եվրոյոնջաներից։ Եվրամիության աջակցությունը, այսպես ասած, արտաքին միջամտության կամ հիբրիդային պատերազմների դեմ։ Ով է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ։ Հիմա տեսեք, հիբրիդային պատերազմի ամենամեծ զինվորը Նիկոլ Փաշինյանն է, որը Ալիևի ցուցումով ոչնչացնում է հայկական պետականությունը։ Ես այլ արտաքին միջամտություն Հայաստանում չեմ տեսնում։ Հա մեկ էլ էս եվրո բյուրոկրատիայի միջամտությունը, որոնք պահում են, դողալով պահում են Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Թող իշխանությունը բոլոր լծակները իրանց ձեռքին է։ Մատ հələ հիմնավոր են որս կամ որ կուսակցությունն անդիմադը Ռուսաստանից փողեր ստանում։ Հո դատարկ խոսալով չի։ Եթե կա թող բացահայտեն։ Իր դեղին մամուլի խմբագրի կարգավիճակում է պահում այս մարդը։ Իմ համար վիրավորական է, ես ընդդիմադիր կուսակցության ղեկավար եմ։ Ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում որևէ անգամ կես ցենտ անգամ ստացած չկամ որևէ օտար երկրից։ Դա կլինի Մոսկվան, Արևմուտքը, որևէ երկրից։ Չկա, դու փաստերով խոսեմ, բայց եթե լրտեսներ կան, արտաքին միջամտության կրողներ կան, ինչի ձերբակալված չեն։ Մեկին գիտեք, որի դեմ է հոդվածներով քրեական գործարարված։ Բայց տեսեք, որն է խնդիրը, պարոն Սուրենյանց, որ տեսնում ենք Փաշինյանական այս իրականության իշխանության շատ բնորոշ, որ նա իր իշխանությունը եւ պետությունը նույնականացնում է եւ ցանկացած ելույթ կամ քննադատություն իր իշխանության դեմ, այս մանիպուլյացիայի դեմ ինչպես միակ ձևը ասեմ ձեզ որն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չի։ Ես մենք բոլորին պիտի զգուշացնենք։ Այդ տիկնոջներ պիտի ասենք, այդ կալասին իրանց հայ ժողովուրդը չի խնդրել, ասում հայերը մեզ դիմեցին։ Հայերից մի անաճող է քեզ դիմե, հայերը չեն դիմե։ Հայերը շատ նորմալ իրանց երկրում ապրում են եւ այնքան պոտենցիալ ու ներուժ ունեն իրանց մեջ, որ իրանց երկրում իրենք փոփոխություններ կարողանան անել։ Բայց հիմա այն բոլոր այլանդակությունները, որ Մոլդովայում եղել է, հիմա հերթով չեմ ուզում կրկնեմ, ու Ռումինիայում փորձելու ես թե կիրառել ֆիլտրումներ, ռեպրեսիաներ, ձերբակալություններ, մեզ ռուսական շպիոն համարել, բան, այս բոլոր այլանդակությունները փորձելու են անել։ Միակ ձև կա, համարեք սա առաջադրանք բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, ըստ սկսած ամենամեծ կուսակցությունով վերջացրած։ Եթե մենք կարողանում ենք ընտրողների կեսից ավելի տանենք տեղամաս, տեսեք չեմ ասում մոկտին քվեարկեն, բայց ընտրողների կեսից ավելին տանենք տեղամաս 50% գումարած մեկ։ Ոչ մի կալասի կամ մոլդովական մոդել Նիկոլ Փաշինյանի չի փոխի։ Մեծ սիրով այդ ժամանակ ստեղ իշխանափոխություն կլինի, Նիկոլ Փաշինյանին էլ կարող են օժիտ տանք կալասի։ Միացյալ Նահանգների նախկին դեսպանը Հայաստանում Ջոն Էվանսը շատ հետաքրքրական եւ ուշագրավ մեկնաբանություններ գրել Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետ Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ Դեվալի, այո, արձանագրենք անկախ նրանից որ դիրքորոշման հետ համաձայն։ Նոր հոդված էր նա գրել Թրամփի դասերը, խաղաղության դասերը Եվրոպային եւ այդ հղման տակ Ջոն Էվանսը նշել էր, որ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին Հայաստանը բուլդոզերի տակ ընկավ եւ Թրամփը ճնշում գործադրեց ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, ընդ որում անհավասար եւ սա հաղթողների խաղաղությունն է։ Նույն բանը վերջերս ասեց նաեւ Ջեյմս Օբրայենը, պետքարտուղարի նախկին տեղակալ, ում մասին քիչ առաջ հիշատակում էին, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, այս ամեն ինչը կառուցվել է Հայաստանի շահերի հաշվին։ Շոր Էվանսն ասեց, ստեյության նույն բանն են ասել։ Որից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց Բայդենի ռեժիմի մասին այն ամենավերջին բառերով արտահայտվել, հիշում եք, որ միջև ընտրությունները Բայդենի
վկաներն էին։ Այն հայտի կրոնական աղանդի տրամաբանությամբ։ Այսինքն նույնիսկ արևմուտքի ռացիոնալ տեսակետներին այս մարդիկ չեն լսում Սաքսի հարցազրույցները կամ Միրշայմերի բազմաթիվ հարցազրույցներ հիմա կարող եմ ասել թրիփի վտանգների մասին այնքան խորքային վերլուծություններ են այս մարդիկ անում։ Լավ բոլորը բանի ռուսական գործակալ չեն։ Չնայած արդեն մեր մոտ մարդիկ կան, որ Թրամփին են Պուտինի գործակալ համարում, այնպես որ Նիկոլ Փաշինյանը ուշացել է, երբ որ Եզրափ Սրբազանին ռուսական գործակալ անվան։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։